Ստամբուլի ասիական հատվածի Սկյուտար շրջանի հայկական գերեզմանատունը նորից դարձել է վանդալիզմի թիրախ։ Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են Սուրբ Կարապետ եկեղեցու տարածք և պղծել շիրմաքարերը։ Ակոս շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է, որ սա նման առաջին դեպքը չէ։ Այսպիսի հարձակումները հաճախ ունեն հստակ դրդապատճառներ։ Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքությունը ոստիկանության թիմած է, ասելով, որ 7 հուլիսի գիշերը, գիշերվա ուշ ժամերուն, անձանոց մեկը անցած է գերեզմանի բադեններ և 6 շիրմաքարեր վնասած է, նաև աղբյուրը, գերեզմանի մեջ գտնվող աղբյուրը։ Սա հուլիգանական հարձակում է, որում մենք սովոր ենք Թուրքիա մեջ հաճախ կբադաղին այս տեսակի բաներ։ Թուրք ոստիկանները հանցագործության համար կասկածվողին բռնել են թարմ հետքերով, նշվում են միայն նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ ՄԿ։ Ազգությունը չի բացահայտվում։ Թուրքական մամուլի հաղորդմամբ նա կալանավորվել է 48 ժամը չլրացած։ Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը նախ բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ ուղարկվել է դատարան։ Այս պահին ընթանում են աշխատանքներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Ոմանք երբեմն խմիչքի աստեցությունով, ալկոհոլի աստեցությունով, բայց ընդհանրապես հայ ադիացությամբ կամ քրիստոնե ադիացությամբ թրթված նման հարձակումներ կգործեն գերեզմանատուներու դեմ։ Սկյուտարի այս գերեզմանատունը բավականին մեծ տարածք է զբաղեցնում և շատ մոտ է ոստիկանության բաժանմունքին։ Պոլսի ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը նշում է, որ տարածքը բաժանված է հայկական և հունական հատվածների։ Հարձակումը տեղի է ունեցել հենց հայկական մասում։ Այդ գերեզմանոցը ընդարձակ տարածք է, որի ձայրամասային հատվածները օգտագործվում են որպես հայկական գերեզմանոց, իսկ մեջտեղի հատվածը օգտագործվում է որպես հույն ուղղափառների գերեզմանոց։ Պատահած է Սուրբ Կարապետ բաժնում 6 գերեզմանոցի վնաս է հասցրած և մի հատ էլ աղբյուրի։ Պոլսո հայոց պատրիարքարանը և տեղի թաղային խորհուրդը խիստ դատապարտել են կատարվածը։ Ոչ միայն նյութական վնաս, այլև հոգեբանական մեծ հարված է հասցվել այն ընտանիքներին, որոնց հարազատների շիրիմները պղծվել են։ Ձեռնարկված պատրիարքարանն էլ տեղյակ պահված է իրադարձությունից և անշուշտ Պատրիարքարանի պաշտոնական հաղորդակցության հիման վրա հասարակությունը տեղյակ դարձած է, որ այսպիսի ցավալի դեպք իրադարձություն պատահած է։ Ըստ երևույթին իրավապահ մարմինները լրջությամբ աշխատում են խնդրի վրա, որպեսզի հանցագործը, ասենք, բացահայտվի և հանձնվի իրավապահ արտարադատության համագարկին։ Ստամբուլի այս պանթեոնում է թաղված նաև Սկյուտարի սոխակը, հայ նշանավոր բանաստեղծ Պետրոս Դուրյանը։ Այստեղ են ննջում նաև Օսմանյան կայսրության նշանավոր ճարտարապետները՝ Պալյան Գերդաստանը, որոնց նախագծած Դոլմաբաչե պալատն ու բազմաթիվ մզկիթները Ստամբուլի այցեքարտերն են առ այսօր։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։